Հաղորդման գլխավոր հովանավոր Սիլ Մազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Հաղորդման հովանավորն է Եվրոմոթորս ընկերությունը BMW և Mini ապրանքանիշերով։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Огромная просьба подойти сюда поближе. Բարև մեր շատ սիրելի հեռուստադիտող, եթերում կրկին ավտոդրայվն է, և ինչպես միշտ, մեր եթերը խոստանում է լինել հագեցած ու բովանդակալից։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մեր ուշադրության կենտրոնում հայտնվել է մի շատ կարևոր և լուրջ մրցություն, բայց ամեն ինչ հերթով։ Կադրերից արդեն պարզ է, որ օրվա հերոսների տարերքը օֆրոդն է։ Վերջերս Ռուսաստանի Մինվոդի քաղաքի մոտակայքում գտնվող Լևոկումկա անվանի տարածքում անցկացվեց մի շատ կարևոր մրցություն։ Ինչն էր այս մրցության կարևորությունը։ Նախ այն նվիրված էր հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 72-ամյակին։ Բացի դրանից հանդիսանում էր համաշխարհային Rainforest Challenge ամենամյա մրցության փուլերից մեկը։ Հայաստանից այս մրցությանը մասնակցում էր երկու անձնակազմ՝ Արթուր Թևանյան, Հայկ Առաքելյան և Դավիթ Մարտիրոսյան, Էդուարդ Գայֆաջյան։ Մենք այս անձնակազմերին շատ անգամ ենք տեսել տարբեր մրցությունների ժամանակ։ Մեր արշավորդները արդեն մեկնարկել են, և մրցությունն ընթանում է ամբողջ թափով, բայց մինչ կանդրադառնանք մրցուղու վրա տեղի ունեցող իրադարձություններին, մի փոքր Rainforest Challenge համաշխարհային մրցության մասին։ Այս ավտոմրցությունը, որը մեծ համբավ է վայելում օֆրոդի սիրահարների մոտ, հիմնադրվել է ավելի քան 20 տարի առաջ օֆրոդի լեգենդ Լուիս Վիի կողմից։ Իդեպ, նա ևս ներկա էր մրցությանը։ Ռուսաստանում այս համաշխարհային մրցությունն անցկացվում է 2013 թվականից որպես ազգային ընտրական փուլ։ Ավելորդ չէ նշել նաև, որ ռուսաստանյան փուլն անցկացվում է երկրի տարբեր օկրուգներում, իսկ սա Կովկասյան Մինվոդի օկրուգի փուլն է։ Եվ այժմ մեր տեսադաշտում Դավիթ Մարտիրոսյան, Էդուարդ Գայֆաջյան զույգն է։ Տեսնենք, թե ինչպես են անցնում նրանք իրենց առաջին մրցուղին։ Սա ճանապարհ դժվար է անվանել, այն ավելի շատ ձորակ է հիշեցնում։ Հենց դրա միջով էլ անցնում է մրցուղին։ Դավթի ամենագնացը ընթանում է ճանկրելով ձորակի պատը։ Դավիթն ու Էդուարդը հանդես են գալիս պրոտոդասում,
Իդեպ, ամենագնացները բաժանվում են 4 դասի՝ Extra Light, Modified, Pro Modified, Proto։ Հայկական անձնակազմը մրցելույթն ավարտում է 2 րոպե 46.16 վայրկյան ցուցանիշով։ Այս մրցությունը ինչ-որտեղ կարելի է համեմատել դրագ մրցությունների հետ, քանի որ անձնակազմերից պահանջվում է մրցուղին անցնել ամենաբարձր արագությամբ։ Այժմ արագության թեստ։ Հայկական անձնակազմը հանդես է գալիս Պատրիոտի դեմ։ Շատ թեժ մրցություն է։ Պատրիոտը կրնկակող հետևում է Դավիթին։ Այ քեզ լարվածություն։ Դավիթը ընկնելով հասցնում է առաջինը կանգնեցնել վայրկյանաչափը։ Մրցությունը անցկացվում է 4 օր անընդմեջ։ Ամեն օր մրցության մասնակիցները պետք է անցնեն իրենց համար սահմանված մրցուղին, ինչի համար նրանք ստանում են միավորներ։ Առավելագույն միավորներ վաստակած անձնակազմն էլ դառնում է մրցության հաղթող։ Հետաքրքրական է, որ ամեն անձնակազմ իր մրցելույթի համար ստանում է ընդամենը 15 րոպե ժամանակ։ Սա արված է այն բանի համար, որպեսզի մրցությունն անցնի դինամիկ, իսկ անձնակազմի անդամները լիովին տրվեն մրցությանը եւ փորձեն մաքսիմումը կամել իրենց ամենագնացից։ Եթե անձնակազմը չի տեղավորվում հատկացված 15 րոպեի մեջ, այն տվյալ տեղամասի համար միավոր չի վաստակում։ Տարիներ շարունակ այս մրցության եզրափակիչ փուլը անցկացվել է Մալայզիայի դժվարանցանելի անտառներում անձրևների սեզոնի ժամանակ։ Հենց այստեղից էլ գալիս է մրցության անվանումը՝ Rainforest, այսինքն անձրևային անտառներ։ Եվ կարելի է ասել, որ այս մրցությունը համարվում է տրոֆիի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն, բայց մինչ եզրափակչին հասնելը աշխարհի տարբեր անկյուններում եւ տարվա տարբեր ամիսներին անցկացվում են ընտրական մրցություններ։ Իսկ հաղթողները հնարավորություն են ստանում եզրափակիչ փուլին մասնակցել առանց մուտքավճարի կամ զգալի զեղչերով։ Ամենագնացները իրենց տերերի կողմից ստացել են շատ տարբեր անուններ։ Իդեպ, այստեղ են նաև շատ անձնակազմեր, որոնց մենք հանդիպել ենք հայաստանյան օֆրոդ մրցությունների ժամանակ։ Կարծում եմ դեռ չեք մոռացել Motul Low Range եւ Multi-Force մրցությունները, որոնք անցկացվել են Իջևան քաղաքի մոտակայքում։ Отходите! Հետաքրքիր ու շատ խիստ կանոններ են գործում անձնակազմի մեկնարկի եւ ժամանակը ֆիքսելու համար։ Վարորդը ինքն է գործարկում վայրկյանաչափը, բայց այդ ընթացքում շտուրմանը իրավունք չունի գտնվել ամենագնացից դուրս։ Բացի այդ, նա պետք է ամրակապված լինի։
Ինչպիսի անփութություն։ Միթե կարելի է նման պայմաններում բաց թողնել ամենագնացի դուռը։ Դրա կոտրվելու հետևանքով անձնակազմը թանկարժեք վայրկյաններ է կորցնում։ Կարծում եմ իզուր չէ, որ այս մրցությունը կոչվում է տանկային ճեղքում։ Այսպիսի տեղանքով անցնելու համար հենց տանկ է հարկավոր։ Բայց սա շատ կարևոր փորձություն է յուրաքանչյուր ջիփերի համար։ Այսպիսի մրցություններում նրանք մեծ փորձ ու հմտություններ են ձեռք բերում, որոնք նրանց կարող են պետք գալ իրենց հաջորդ մրցությունների ժամանակ։ И наши люди мужеством полны. В строю стоят советские танкисты своей великой Родины сыны. Гремя огнем, сверкая блеском стали, пойдут машины в яростный побор. Когда нас в бой пошлет товарищ Сталин, и маршал Жуков бой нас поведет. Когда нас в бой пошлет товарищ Сталин, и маршал Жуков бой нас поведет. Заводов труд и труд колхозный пашен, мы защитим страну свою храня. Ударной силой орудийных башен и быстротой и натиском огня. Гремя огнем, сверкая блеском стали, пойдут машины в яростный поход. Когда нас в бой пошлет товарищ Сталин, и маршал Жуков бой нас поведет. Когда нас в бой пошлет товарищ Сталин, и маршал Жуков бой нас поведет. Сомнения нет, и в цель летят снаряды. Смерть не страшна, спокойно дышит грудь. А мне нужны ни слава, ни награды. Դատելով մրցության համար առանձնացված մրցուղիներից, կարելի է պատկերացնել, թե ինչ հսկայական ու լուրջ աշխատանք է տարվել, որպեսզի մրցությունն անցնի հնարավորինս դինամիկ ու դիտարժան։ Օֆրոդի սիրահարների համար իդեալական։ Մրցուղի եւ մրցուղու վրա է գիշատիչ մականումը կրող անձնակազմը։ Ինչպես գիտեք, նրանք մեր հայրենակիցներն են՝ Վլադիմիր Պապոյան եւ Վյաչեսլավ Զեյթունյան։ Նրանք բարեհաջող ավարտում են իրենց մրցելույթը։ Հաջորդը կրկին Դավիթ Մարտիրոսյան, Էդուարդ Գայֆաջյան զույգն է։ Տեսնենք, թե ինչպես են անցնում նրանք մրցուղին։
Легко. Руля не хватает. Давай. Давай еще. Командир! Давай! Уйди чуть-чуть! Հատկանշական է, որ Դավիթ Մարտիրոսյան, Էդուարդ Գայֆաջյան անձնակազմը այս մրցությանը բավական հաջող հանդես եկավ։ Նրանք ընդհանուր հաշվարկով գրավել են տանկային ճեղքում 2017 տրոֆի մրցության պրոտոդասի երկրորդ տեղը, սակայն որոշ վերապահումներով նրանք առաջինն են։ Բանն այն է, որ մրցելույթներից մեկի ժամանակ Էդուարդը դիպչում է նշաձողին, որի համար անձնակազմը ստանում է տուգանային միավորներ։ Հենց այդ է պատճառը, որ մեր անձնակազմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ За второе место в категории прото награждается Мартиросян Давид, Гайфаджан Эдуард, Ереван, Армения. Եվ մեր դրոշը հայկական, թող ծածանվի միշտ հաղթական, դուք էլ եղեք միշտ մարտական։ Ձեզ ենք նայում հույսերով, մեծ հավատով հույսերով, միշտ եղեք արյուծներ, արծիվներ, միշտ ելեքներ, ելեքներ։ Ձեզ ենք նայում հույսերով, Karjusner, artivner
Այս մրցանակային տեղը հնարավորություն է ընձեռում մեր անձնակազմին մասնակցել Մալազիայում աշնանը անցկացվելիք եզրափակիչ փուլին։ Բացի այդ, մասնակցության համար անդամավճարը մեր անձնակազմին է տրամադրել անձամբ Rainforest Challenge մրցության հիմնադիր Լուիս Վին։ Իհարկե, սա եզակի հնարավորություն է Հայաստանը ներկայացնել նմանատիպ հեղինակավոր համաշխարհային մրցությանը։ Այդ պատճառով կարծում եմ 4x4 օֆրոդ ակումբը եւ հենց իրենք անձնակազմի անդամները հնարավոր ամեն ինչ կձեռնարկեն, որպեսզի կարողանան մեկնել Մալազիա եւ պատվով ներկայանալ այդ պատասխանատու ստուգատեսին։ Այսպիսի հնարավորություն նախկին խորհրդային պետություններից ոչ մեկին կարծես չի ընձեռվել, եթե չհաշվենք Ռուսաստանը։ Այնպես որ հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռք առնել, ինչու՞ չէ նաև գտնել հովանավորներ, որպեսզի մեր անձնակազմը Մալազիայում հանդես գա պատշաճ կերպով։ Ավարտվեց ավտոդրայվի եւս մեկ հանդիպում։ Մեր ժամանակը սպառվեց։ Մեզ մնում է հրաժեշտ տալ եւ հույս հայտնել, որ հաջորդ շաբաթ եւս կմիանաք մեր հաղորդմանը։ Հավատացած եմ, տխրելու ժամանակ չեք ունենա։ Եվս մեկ անգամ շնորհավորենք 4x4 օֆրոդ ակումբին եւ մեր անձնակազմին այս մեծ հաջողության կապակցությամբ եւ մաղթենք նրանց նորանոր ձեռքբերումներ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն վայրում։ Իսկ բաց թողած հաղորդումները կարող եք գտնել 3w.autodrive.am կայքում։ Միացեք մեզ նաև Facebook-ում, փնտրելով Autodrive Edge-ը։ Հաղորդման գլխավոր հովանավոր Սիլ Մազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Հաղորդման հովանավորն է Եվրոմոթորս ընկերությունը, BMW եւ Mini ապրանքանիշերով։ Մազա, բնական միրգ, իրական համ։